Արշակ arczepiskopos Խաչատրյան, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետն է, 52 տարեկան։ Ծնվել է Արմավիրի Ոսկեհատ գյուղում, ավազանի անունը Սամվել։ Սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, 1997 թվականին գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճար հնդկահայ գաղութը եւ Մայրաթորի նվիրականությունը Հնդկաստանում թեմայով։ Նույն տարում էլ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 2001 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ նվիրականությունը հայոց եկեղեցում թեմայով եւ ստացել վարդապետական աստիճան։ 2003-ից 2005 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում որպես 5 կտակարանի մեկնության, վարք սրբոցի եւ եկեղեցական երաժշտության դասախոս։ 2004 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է եպիսկոպոսական օծում։ Արշակ Սրբազանն ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, մասնագիտությամբ իրավաբան է։ 2023 թվականին արժանացել է arczepiskopos-ի կոչմանը։ 1996-ին կազմել եւ հրատարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ Սուրբ Էջմիածին հայ գեղարվեստական գրականության մեջ Անդաստանում գիրքը։ 2004-ին հրատարակել է նվիրականությունը հայոց եկեղեցում 10-ից 19-րդ դարերում աշխատությունը։ 2019-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակությունը տպագրել է Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի քարոզխոսությունների գիրքը, որոնումներ վերնագրով։ Արշակ Սրբազանի եւ գործող իշխանության հարաբերությունները սրվեցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հնչած հայտնի նզովքից հետո։ Փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերուն։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշի պատմության մեջ։ Ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հայրից եւ ընտանեկան ջերմությունից։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ եւ աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։ Վերջերս անհայտ ծագման տելեգրամալիքը հրապարակել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրում էին Արշակ Սրբազանին, սակայն վերջինս հերքել էր իր կապն այդ տեսագրության հետ։ Փորձագետը տեսագրության մեջ պատկերված անձի եւ համացանցից որպես նմուշ վերցված Արշակ Սրբազանի լուսանկարը համեմատել է իրար հետ եւ քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի եւ կզակի շրջանի ձևը նաեւ սանրվածքը համընկնում են եւ այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոց, եզրակացրել է, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ հա էլի, նման են իրար։ Պարզ չէ, որ ցանկացած մեկին ցույց տաս այս տեսագրությունն ու Արշակ Սրբազանի նկարը նա էլ կասի նման են իրար։ Սա է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն քննչականին չի հետաքրքրել, թե տեսագրությունն իրական է արդյոք, թե օրինակ արհեստական բնականությամբ ստեղծված, կամ հնարավոր է, որ մոնտաժման միջոցով է ստեղծվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։ Հերքումից մեկ օր չանցած ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Գարի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am